Սիրելի ժողովուրդ, առաջիկա օրերին խոշոր իրադարձություններ են սպասվում Հայաստանի Հանրապետությունում։ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Երևան են ժամանել ավելի քան 50 երկրների ավելի քան 500 ներկայացուցիչներ, պետությունների ղեկավարներ, վարչապետներ եւ միջազգային կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներ։ Հայաստան են ժամանել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, Եվրոպական խորհրդարանի նախագահ Անտոնիո Կոշտան, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան, Կանադայի վարչապետ Մարկ Քարնին, Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը, Իտալիայի նախագահների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնին, Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, նաև Թուրքիայի փոխնախագահ Ջևդետ Յիլմազը։ Գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Երևան են ժամանել նաև Անդորայի, Լիխտենշտեյնի, Էստոնիայի, Լիտվայի, Լյուքսեմբուրգի, Ֆինլանդիայի, Սերբիայի, Նորվեգիայի, Չեխիայի, Բելգիայի, Ալբանիայի, Խորվաթիայի եւ Իռլանդիայի վարչապետները, Հյուսիսային Մակեդոնիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Մոլդովայի, Ռումինիայի, Մոնտենեգրոյի եւ Կիպրոսի նախագահները, Մոնակոյի իշխանը, Կոսովոյի գործող վարչապետը, Բոսնիա եւ Հերցեգովինայի նախագահության նախագահողը, նաեւ Եվրոպայի խորհրդի եւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարները։ Գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք երկկողմ հանդիպումներ է անցկացրել։ Վարչապետը հանդիպել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնին, Լիտվայի վարչապետ Ինգա Ռուգինիեին, Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիին։ Քննարկվել են երկկողմ հարաբերությունների խորացման, Հայաստան-ԵՄ գործակցության, տարածաշրջանային կայունության, տնտեսական կապերի եւ զբոսաշրջության զարգացման հարցերը։ Հայաստանի եւ Բուլղարիայի միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր։ Բուլղարիայի նախագահի հետ հանդիպել է նաեւ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Կողմերը կարևորել են քաղաքական, տնտեսական, միջխորհրդարանական եւ Սևծովյան տարածաշրջանի շրջանակներում գործակցության խորացումը։ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է նաեւ Հյուսիսային Մակեդոնիայի նախագահի հետ։ Քննարկվել են քաղաքական երկխոսության ակտիվացման, Հայաստան-ԵՄ օրակարգի, քաղաքացիների միջև շփումների խթանման, կրթության, ՏՏ ոլորտի եւ մուտքի արտոնագրերի ազատականացման հնարավորությունները։ Գագաթնաժողովի օրակարգի շրջանակում տեղի են ունեցել նաեւ այլ հանդիպումներ։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը եւ Կանադայի արտաքին գործերի նախարար Անիտա Անանդը քննարկել են Հայաստան-Կանադա գործընկերության զարգացման հնարավորությունները։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ ընդունել է Միացյալ Թագավորության վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոնաթան Փաուելին։ Կողմերը քննարկել են երկկողմ օրակարգի, նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգության հարցեր։ Երևանում երկկողմ հանդիպում է ունեցել նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը Հայաստան է ժամանել նաև պետական այցի շրջանակում, Երևանում նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկելու է հայ գերիների հարցը։ Մակրոնը հայտնել է նաև, որ այդ թեման քննարկելու է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան ժամանելով Երևան նշել է, որ Եվրոպան Հայաստանում կհավաքվի քննարկելու անվտանգության եւ հավաքական դիմադրողականության ամրապնդման հարցեր։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն էլ ընդգծել է, որ Երևանում քննարկվելու են մայրցամաքային նշանակության հարցերը, անվտանգությունից մինչև էներգիա եւ կապակցվածություն։ Նա կարևորել է նաեւ առաջին Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի անցկացումը։ Պաշտոնական հանդիպումներին զուգահեռ մի շարք պատվիրակությունների ներկայացուցիչներ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Պաշտոնական հանդիպումներից հետո հյուրերի համար կազմակերպվել է շրջայց Երևանում։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զբոսնել է Հանրապետության հրապարակի հարակից զբոսայգում։ Օրվա ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից ի պատիվ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի մասնակից պետությունների նախագահների, կառավարությունների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարների տրվել է պաշտոնական ընթրիք։ Գագաթնաժողովի առիթով Երևանում հեռուստաաշտարակը փոխել է գույները։ Քաղաքի երկնքում անցկացվել են նաեւ դրոն շոու նվիրված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, Հայաստան-ԵՄ գագաթնաժողովին եւ Ֆրանսիայի նախագահի այցին։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։